Այս ընտրություններում իհարկե շատ-շատերը օգտագործելու են պոպուլիզմը, ամբողջահաճությունը, մարդկանց դուր գալու բաներ ասենք։ Մեր ժողովուրդը ծրագիր կարդացող ժողովուրդ չէ, մեր ժողովուրդը ծրագրերի իրատեսականության մեջ խորացող ժողովուրդ չէ, շատ հաճախ առաջնորդվում է անձնական համակրանքով եւ իհարկե շատ արժեքային ընդհանրությամբ։ Երեք էր թե այսօր էր մի անուշ ախպեր հաղորդումներից մեկի տակ այս քննադատությունների երևի դարդից վառված սիրտը վառվում էր ըստ երևույթին, չեմ հիշում անուն-ազգանունը, գրել էր բա քո խայտարակ պարտությունը Գյումրու ընտրություններում ինչպես կմեկնաբանես բան, Ժորժ ջան, 100 անգամ մեկնաբանել եմ, նորից եմ բացատրում։ Հայաստանյան ընտրություններում մարդիկ ընտրում են իրենց նմաններին։ Ոչ թե ընտրում են ծրագրերով, ասենք բացում են, կարդում են եւ այլն, նայում են ով է հոգեբանական տիպով իրենց նման, արժեքային համակարգով իրենց նման։ Ասենք մենք ստացել ենք 4.5% մոտավորապես 100 հոգուց 1000 հոգուց 45 հոգի մեզ է քվեարկել։ Գոհ շնորհակալ ենք Ժորժ ջան, համարում ենք, որ 45 հոգի 1000 հոգուց ընդհանուր քվեների թիվը լավ չեմ հիշում 2000 քանի 100 էր։ Գյումրի քաղաքում ունեցել ենք մեր խելքին այդքան մարդ, եւ ես հպարտ եմ այդ մարդկանցով։ Իրանք էլ ըստ երևույթին մեր ցուցակով են հպարտ։ 9000 քանի 100 հոգի հպարտ է Ղուկասյան Վարդանով։ Ղուկասյան Վարդանն էլ այդ 9000 քանի 100 հոգով է հպարտ, չէ՞, նորմալ չէ, բնական է, չէ՞։ Մյուսները ստացել են եւ այլն, տարբեր քվեներ, էլի հիմա շատ չմանրամասնեմ այդտեղ։ Դուք պատկերացնում եք, որ բանը մարդիկ, ովքեր քֆուրի տակ գնում են ընտրություն են կատարում, մեզ ընտրեին։ Գետինը պետք է մտնեինք, չէ՞ մենք, պետք է ասեինք, այ մարդ, այս ինչ զապատլոյի մեջ ենք մենք ապրում։ Այս ինչ ամոթալի ենք մենք, որ մեր քֆուրի տակ մարդիկ գնան մեզ ընտրեն։ Կամ ընտրակաշառքով մեզ ընտրեն։ Գետինը պետք է մտնեինք, ինֆակտ պետք է ստանայինք մեր ընտրողները մեզ նման մարդիկ են, ժողովուրդ։ Մեզ նման մարդիկ շատ են թե քիչ, այդ անուշ ախպորն եմ ասում, էլի, եթե կան իրա նման մտածող էլի մարդիկ։ Եթե դա խայտարակություն է, մեզ համար հպարտություն է, որ մեր քաղաքում 2000 քանի 100 հոգի մեզ նման է մտածում։ Կարող էր ավելի քիչ լինել, անցած ընտրություններին անհամեմատ ավելի քիչ էր, կրկնակի քիչ էր։ Այս վերջի 1 տարի առաջ տեղի ունեցած ընտրությունների մասին է խոսքը։ Հա։ Համի ինչա լաց ենք լինելու, դուք լաց եղեք, ժողովուրդ, դուք լաց եղեք, որ քաղաքը այսօրին է մնացել։